Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Բադալյան, նախ ուզում եմ հարցնել հաջորդ խորհրդարանում ձեզ կտեսնենք այս փուլում արդեն տևական ժամանակ է հավաքագրումներ են հայտեր ներկայացնելու ժամանակահատվածը դուք ներկայացրել եք ցանկություն ունեք կներկայացնեք արդյոք Ես ներկայացրել եմ, բայց կլինեմ խորհրդարանում թե չեմ լինի, դա կընտրի կուսակցությունը։ Կուսակցականները կընտրեն, հետևաբար ինձանից կախված չէ։ Ձեր որոշումն ինչով է պայմանավորված։ Կարծում եմ, որ մեկնաբանելու կարիք չկա։ Այս պահին խորհրդարանում ընթանում են քաղբանտարկյալներին նվիրված խորհրդարանական լսումներ, ընդդիմությունն է կազմակերպել, ձեր խմբակցությունը չի մասնակցում, ձեր անձնական դիրքորոշումն ինչպիսին է Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ։ Ես բազմիցս հայտնել եմ իմ դիրքորոշումը եւ շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ եւ այն մարդիկ, որոնց մասին նշում է ընդդիմությունը, այս պահին տարբեր գործընթացների այսպես կիզակետում են, որոնք վերաբերում են շատ տարբեր հանցագործությունների, սկսած ահաբեկչության կազմակերպումից մինչև կոռուպցիոն տարբեր հանցագործություններ։ Տեսեք, այդ նույն ահաբեկչության հետ կապված, երբ դեռ գործը նոր էր բացահայտվում, ձայնագրություններ հրապարակվեցին, ձեր խմբակցությունը շտապեց այսպես էլի լսումներ եւ հայտարարության տեքստ ընդունեց, անցել է մի քանի ամիս, մենք ամբողջական ձայնագրություն ունենք, ես չգիտեմ դուք լսել եք թե ոչ, ձեր տեսակետները չեն փոխվել եւ եթե այդպես է, ապա ինչպես ստացվեց, որ դատարանը սկզբում այդպես խիստ պատիժներ կալանք տվեց, հետո այդ մարդկանց տեսանք, որ կալանքի միջնորդությունները փոխվեցին եւ այս պահին փոխված է ըստ էության խափանման միջոցները, լավ, այս հարցին Ես չեմ պատրաստվում մեկնաբանել իրավապահ եւ դատական համակարգի ներկայացուցիչների արարքը, ես իմ կարծիքը չեմ փոխել, ես լսել եմ ձայնագրությունը ամբողջությամբ եւ կարծում եմ, որ այդ ձայնագրության մեջ անընդունելի եւ անթույլատրելի բազմաթիվ հատվածներ կան եւ հատվածներ, որոնք ենթադրում են պատասխանատվություն։ Սկսած քաղաքացիների նկատմամբ այն ոտնձգությունները, որոնք որ կազմակերպվում էին, կային բարձաբանումներ եւ ըստ էության դրանք չեն վերաբերել մարդկանց քաղաքացիների Հայաստանի քաղաքացիների դա մեկնաբանության հարց է, ինչ որ մեկը մի կերպ է մեկնաբանում, մյուս կողմն էլ այլ կերպ է մեկնաբանում, ինձ համար դա փաստ է, որ նման քննարկում եղել է եւ դրա վերջնական վերդիկտը կտա արդեն իրավապահ համակարգը։ Իսկ Լիդիա Մանթաշյանին ինչ եք կարծում, ինչու այնուամենայնիվ մենք տեսանք, որ բազմաթիվ տղամարդկանց ազատ արձակեցին, գոնե խափանման միջոցը փոխվեց, բայց միակ կին քաղբանտարկյալն էսպայն շարունակում է մնալ Լիդիա Մանթաշյանը, ինչ պիտի արած լիներ կամ դուք գոնե փորձել եք հասկանալ ինչու մյուսներինը փոխվեց, այս աղջիկանը ոչ։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ կրկին, հետաքննությունը ցույց կտա եւ հասարակությանը պատշաճ կզեկուցի այդ մասին, ինչ վերաբերում է կին եւ տղամարդ, այդ բաժանումներին, ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ երբ որ կին պատգամավորներին թիրախավորում էին եւ մենք այդ հարցը բարձրացնում էինք, որ կին պատգամավորներին այդ աստիճան չի կարելի թիրախավորել, մեզ ասում էին, որ պատգամավորի կինն ու տղամարդը չի լինում, հետեւաբար վերադարձնում եմ այս արտահայտությունը բոլոր այդ արտահայտությունը արած մարդկանց։ Իսկ ինչ վերաբերում է հանցագործություն կա թե չկա, ինչու է խտրական վերաբերմունքը խտրական է արդյոք թե դրա համար հիմքեր ունեն թե ոչ, ես այդ մասին տեղեկություններ չունեմ։ Երբ թիրախավորելու մասին եք խոսում, Տիկին Բադալյան, չեք կարծում, որ թիրախավորումները եւ բավական խիստ եւ ծանր թիրախավորումները սկսվել են հենց ԿՊ-ից։ Ոչ, չեմ կարծում, որովհետեւ 18 թվականը չկա նման բան եւ բավական է մանիպուլացնել ամբողջ ժողովրդին հեքիաթներով քաղաքացիական պայմանագրի որևէ անդամ երբեք 18 թվականից սկսած որևէ մեկին չի թիրախավորել եւ այդ թիրախավորումները գուցե կողքից ժողովրդի կողմից եղել են թիրախավորումներ, որոնք վերագրվում են մեր կուսակցականներին, գուցե, բայց սա արդեն
այդ պատասխանատվության պակասի խնդիր է, երբ որ հատկապես լրագրողներն են այս մասին խոսում։ Տիկին Բադալյան, երբ ծաղկեպսակներ եւ դագաղներ էին դրվում դրան որևէ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ դիմեք դատարաններ, դիմեք իրավապահ մարմիններ, միջազգային դատարաններ, թող կան ամբողջությամբ փաստերը ստուգեն։ Քաղաքացիական պայմանագրի որևէ ներկայացուցիչ նման բանով չի զբաղվել։ Եվ դա առիթ դարձնելով ամեն անգամ մեզ թիրախավորելը, ես կարծում եմ, որ անարդար է, բայց դա արդեն որոշելու բան է եւ հետեւաբար մենք արդեն հոգնել ենք դրա մասին։ Ձեր կուսակցությունը 2018 թվականին այնիշ տեղի էր ունենում փողոցում կապ չուներ։ Փողոցում տեղի ունեցած դուք ինչ նկատի ունեք։ Եթե նկատի ունեք դագաղներն ու ծաղկեպսակները, ոչ, կապ չուներ, միանշանակ կապ չուներ։ Եթե փողոցում որ մարդիկ եկել են եւ իրենց բողոքն են արտահայտել գործող իշխանությունների նկատմամբ, իհարկե կապ ուներ եւ հետեւաբար խնդրում եմ չմանիպուլացնել, շնորհակալություն։